գոյություն ունի փաստ։ Այս աղետը բերել է բացառապես գործող իշխանությունը։ Գործող իշխանության ղեկավարն է մի քանի պատերազմ բերել, գործող իշխանության օրոքա Արցախը դարել Ադրբեջան, գործող իշխանության ներկայացուցիչներն են առաջի անգամ ասել Արցախը Ադրբեջանի կազմում է։ Դրա մասին ասել են անգամ եվրոպական գործընկերներ։ Բացեք Բորելի հայտարարություն, տեսեք ինչ ասում Բորելը։ Բորելն էլ է ասել, բոլոր այն պաշտոնյաներն էլ, որոնք որ շատ ու շատ պաշտոնյաներ ասել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այն միակ ղեկավարն է եղել, որ ճանաչել է Արցախ Ադրբեջանի կազմում։ Հիմա էլ բանը հասել է նրան արդեն, որ Արցախ բառը ասելուց իրենք վախեր ունեն, որ կարող Արցախ բառը ասեն, Ալիևը եւ Էրդողանը ջղայնանան եւ իրանց համար լավ չլինի, իրանց համար, իրենց աթոռի համար լավ չլինի, իրենց աթոռի, իրենց պաշտոնի համար։ Պաշտոն, աթոռ, հանուն տարածքների, աթոռ, հանուն տարածքների։ Այդ է իրանց տրամաբանությունը, այդ է իրանց լոգիկան։ Բա գոռում էր կոկորդ է ճղում, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ինչ եղավ այդ բանը։ Եվ մի ուրիշ հանգամանք էր։ Դուք ուշադրություն դարձեք իրենց խոսույթի վրա։ Սկզբից ասում են բռնի տեղահանված արցախցիներ։ Հիմա բռնի տեղահանումն էլ են հանել։ Էդ էլ են խմբագրել։ Էլ բռնի տեղահանված չեն։ Արցախցիները էլ բռնի տեղահանված չեն։ Մի հատ հարցրեք իրանց, ասեք բռնի տեղահանված են, հիմա այդ մարդիկ կողմնորոշվեք, որ մի 2 ամիս առաջ գոնե այդ բռնի տեղահանված ասում։ Հիմա այդ բռնի տեղահանվածն էլ չեն ասում։ Ասում են փախածներ։ Այն էլ ասում են փախած են մարդուն, որի հայրը Արցախյան առաջին ազատամարտի լեգենդար հրամանատարից է եղել։ Մերուժան Մոսյանը, որը մարտական խաչ առաջի աշճանի ասպետ է, որ ամբողջ իր կենսագրությունն ու կյանքը նվիրաբերել է հանուն Արցախի, հերոսների նկատմամբ նման վերաբերմունքը պատահական է։ Հերոսների ընտանիքի ուրեմն անդամների նկատմամբ այդ վերաբերմունքը պատահական է, նոր է սկսել այդ վերաբերմունքը, եռաբլուրից է սկսել այդ վերաբերմունքը, եւ որ ծնկեր գալի կեղծ այդ մեր հերոսների գերեզմանների առաջ եւ մի քանի մետր են կողմ այդ հերոսացին ծնողներին ծեծում ու ջարդում էին։ Այդ ժամանակվանից էլ դրանից առաջ էլ այդ վերաբերմունքը, որ ասում են հանուն ոչնչի գնացին մեր երիտասարդները, այդքան մատաղ սերունդը գնաց զոհվեց, ասեցին հանուն ոչնչի են գնացել այդ մարդիկ զոհվել։ Եվ արցախցիների կներեք, արցախցիների թիրախավորում, ամեն Աստծու օր թիրախավորում են արցախցի մեր քույր եղբայրները, նոր այդ թիրախավորումը։ Մի հատ տեսեք իր այդ հանդիպումների ժամանակ ովքեր են մասնակցում, որ ասում են թող բայրակթար ուտեն, թող ասում են թող թուրքերը այդ մարդկանց կոտորեն ջարդեն, մեկը Հայաստան չմտնի։ Մոռացել եք այդ արտահայտությունը, այդ խոսույթը որտեղից է դուրս եկել։ Իրանց այդ սատելիտներ բլոգերին զիբիլ են դրանցից, որ ինչ բերանը գալիս ասում է ներազգային պարակտում են մտցնում մեր քույր եղբայրների, մեր հայրենակիցների։ Այսօր Արցախն է, վաղն էլ ասելու են Շիրակն է, մյուս օրն ասելու Տավուշն է, ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն իրանց համար։ Այդ ներազգային պարակտում մտցնելը իրանց դարել է ամենօրյա գործի, բանու գործի առարկան, այդ ասում ներեգություն է խնդրել։ Դուք մի հատ Սիվիկի բանը նայեք, էլի այդ գրառումները նայեք, էլի, եթե պիտի ներեգություն խնդրեն, հաջորդ վարքյանին ցեխ շպրտեն այդ մարդկանց նկատմամբ, այդ ներեգությունը ինչ արժեք ունի։ Տեսել եք ինչ են գրում։ Տեսել եք ինչ խոսույթով են հանդես գալի։ Դե բա ինչի մասն է խոսքը։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։